քանի կոպեկ չարժի որևէ բարեկարգում, մայթ կլինի, փողոց կլինի, բակ կլինի, եթե այս քաղաքը չունի ռազմավարական master plan-ը, այսինքն եթե դու Մենակ ավելավը կենտրոնանաս մի տարի կազմես, 2 տարի ինչ-որ գումարներ ծախսես, այսինքն եթե դու ակադեմիական քաղաքում ապրելու ես 40,000 մարդ, շատ բարը մշուշոտ ապագան, բնականաբար չի լինելու դա ակադեմիական քաղաքը, որտեղ մենք այդ շատ հարցերում ներուժը չունենք։ Բայց դուք վճարում ես մոտավորապես $1 միլիոն ավել արդեն վճարել ես մենակ ակադեմիական քաղաքի master plan-ի համար, $1 միլիոն եվրոյից ավել, չեմ ասում $6 միլիոն վերջերս տվեցին, որ ընդհանուր այդ անգլիական կազմակերպությունը, հա, կազմի, չգիտեմ, այդ գիտական կրթական ծրագիրը պատկերացնի, մի քանի 100,000 միլիոն շատ տորեն տարբեր տարիներում տրանսպորտային ռեֆորմների համար, բայց ամենակարևոր փաստաթուղթը քո մայրաքաղաքի, քո $1 միլիոնանոց մայրաքաղաքի փաստաթուղթը անգամ $50,000 չես ուզում ծախսես, եւ ասենք այդ ինչ կար 15 տարի առաջ, 20, 30 եւ 40 նույն գլխավոր հատակագիծը փոխում է, եւ դա էլ առաջաբերում սեզ որպես չեմ խոսում պես քաղաքային պլանավորող։ Ես խոսում եմ որպես սա շատ կարևոր քաղաքական փաստաթուղթ է դառնում ինչ որ մի պահին, ռազմավարական master plan-ը, բայց ինչքան ուշանում ես, իսկ գիտեք ուշացած որոշումը արդեն երբեք ուշացած լավ որոշում չի, ճիշտ որոշում չի։ Ինքը արդեն իր հերթին բերում է մյուսը սխալ։ Արդեն պետք է հասցնես, բայց իրանք չեն հասցնում։ Դու իսկ համայնքային խնդիրները, հատկապես սոցիալական, հա, տրանսպորտն էլ է համայնքի խնդիր, բայց սոցիալական խնդիրները շատ ավելի խորն են, որտեղ եթե դու կարողանում ես Օրինակ ցույց ես տալի, որ լավ բան, օրինակ մայթերի զավթած կամ գազուների զավթած, անօրինական, ինքնակամ այդ բուտկաները հանում եք, շատ լավ է, մենք էլ էինք անում, բոլորն է շատ լավ է, բայց այստեղ հարց կա նաև սոցիալական составляющий-ը, հասկանում եք, այդ բաղադրիչ ունի իր մեջ, որտեվ ժամանակին օրինակ նույն օրինակ բերեմ շրջանային թաղամասի մոտով, հա, երիտասարդական մետրո շրջակայքում, որտեղ հիմնական 5-6 բուհ կա, բժշկական համալսարանը, գյուղինստիտուտը, բժշկական ուսումնարանը, պոլիտեխնիկը, ճարտարագիտականը, գեղարվեստը, համալսարանը, այդ շրջակայքում մենք ունենք օրինակ 20-ից 20 հատ ժամանակին տաղավարներ, որոնք իրական ոչ գազոնի վրա էին, ոչ լայն մայթերի մոտ էին, մայթի վրա են, բայց այդ ժամանակ մայթը նեշ էր, որ 2 մետրանոց մայթում բերի դեր, այսինքն 6-7 մետրանոցում էր, որ մնացածին այդ հոսքերին հետիոտնի չէր խանգարում, բայց երիտասարդությունը Հայաստանի Հանրապետության, այսինքն մեր մայր բուհերում սովորող բուհում եւ մնացած բուհերում սովորող ուսանողության կարելի ասել մեծ մասը մարզերից են։ Արդեն մարզերից երեխեքը գալիս են, արդեն մեծ դժվարությամբ տալիս են ուսման վարձերը։ Դուք պատկերացնում եք այդ միակ տեղը, որ 100 դրամից մինչև 300 դրամ կար, խաչապուրիներ, կարալներ, հոթ-դոգներ եւ այլն տարբեր տիպի, բնականաբար նորմալ վիճակում այդ որ մարդիկ ասում են, չի կարող է այդ գներով շատ հնարավոր նորմալ ուտելիք լինել կենտրոնում։ Դե վարձներ քիչ, հասկանում եք, տարբեր հարցեր կար, բայց մենք մի քանի երիտասարդի այսօրվա քաղաքապետարանը, կառավարությունը, չգիտեմ, մնացած պատասխանատուները նույն կրթության նախարարության զբաղվելու հարցը նախարարների, անհանգստանալու հարցն է, որ իրանց երեխաները ուղարկում են Երևան, կարան ընդամենը 500 դրամ տալիս են, գիտեն, եւ տրանսպորտ եւ ուտելիքի հարցը, այդ երեխեքը կարում են լուծեն։ Այդ բաղադրիչը սոցիալական տեղ է, եւ դու արհամարում ես, ասում ես լավ բան եմ արի, ինչա մի օր Facebook-ով մի հատ դնես, ոնց է կռանը հանում, այդ տաղավարը դա ինքնակամ չէր, դա անօրինական չէր, դա ժամանակին թույլտվություն անում է, պետություն, դու վերցներ, ասել ոնց որ մնացածներին ես ասում, վերցրա վերանորոգի տաղավարները, բայց այդ տաղավարների պայման դիր, որ անպայման լինի այդ մաչելի եւ էժան ուտելիքը, այս սա է կարեւոր։ Ամենացակիրան, մենք ոնց որ քաղաքականից եկանք այն դաշտ, որտեղ դուք հետաքրքիր ասելիք պիտի որ ունենաք, վերջերս մենք լսում ենք Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնողին եւ պարզվեց, որ այն ինչի դեմ իրենք նախորդ տարի իբր որոշում կայացրեցին, խցանումներ եւ 13 անգամ թանկացրեցին կարմիր գծերը, Պարզվում է եւ ասում են դա կթե բեռնաթափի կենտրոն, պարզվում է հեչել չբեռնաթափեց եւ դա չէր լուծումը։ Եվ լուծումը պետք է լինի այն, որ մասնավոր մեքենաները սահմանափակում մտցվի, մասնավոր մեքենաների մուտքը դեպի կենտրոն, փոքր կենտրոնի մասն է, կարծեմ թե խոսքը։ Այսպես եթե գնանք, կարծեմ թե հասնենք նրան, որ փոքր կենտրոնում ապրեն միայն իշխանության ներկայացուցիչները ու հասարակ մահկանացուներ, այսինքն մենք կենտրոն մտնելու թույլտվություն չունենանք, կամ Կիրակի օրը թանգարանային բաց դռների օրերը կարելի է գալ կենտրոն տալ։ Դե գիտեք, իրականում ստեղ մի քիչ հարցը շատ ավելի բարդ է եւ բազմաշերտ է, որովհետեւ կենտրոնը յուրաքանչյուր քաղաքներում, հատկապես Երևանի պատմականորեն տենց է ստացվել, որ սա կենտրոնացած է կենտրոնում եւ դրա համար սկսած մշակութային, դիվանագիտական, ժամանցային եւ այլն։ Եվ կենտրոնը մի քիչ ռելիեֆային պայմաններով շատ ավելի հարմար է քայլելու, չեմ ասում գլխավոր Ալեքսանդր Թամանյանի հետ շատ այդ ժամանակվա շատ հետաքրքիր գլխավոր հատակագիծը, բայց
ցավոք չկարողացան անգամ ես եկեք խոսանք 7 տարվա կտրվածքով 7 տարուց ավել որևէ դինամիկ փոփոխություն ակնառու չեղավ համայնքային համաչափ զարգացման, այսինքն մնացած վարչական շրջանները որպեսզի զարգանա։ Ստեղ ինչ վերաբերում է տրանսպորտին, ասեմ, որ իրականում թնջուկը միշտ լինում է տրանսպորտում։ 7 տարվա մեջ մենք եկեք հաշենք, քանի միլիարդ դոլար ավել, չէ, կարող ենք բանը վերցրել են այդ քաղաքացիների հաշին այդ վարկերը։ Բայց պատկերացնում եք 7 տարվա մեջ որևէ մի հատ գետնանցում չեղավ։ Այսինքն դուք եկեք պատկերացնենք, որ չլիներ օրինակ Կինոռասիա, այդ Տիգրան Մեծ, Ագաթանկեղոց այդ հատվածի Խանջանի ստորգետնյանցում կամ պրոսպեկտինը, հա, պրոսպեկտ Լուսավորիչ Պարոնյան կամ Բաղրամյանը ժամանակին մենք Բաղրամյան երբ Օրբելի պետքա գնանք, օպերայի մոտից արդեն այդ ձախ գծի վրա բան էինք կանգնում։ Կարմիր լույսի տակ պատկերացնում եք տրաֆիկ բաներ, պրոբկա էր որ ձախ գնանք։ Լավ է, թունելը հարցը լուծեց։ Հիմա ինչի չկարողացան այսօրվա քաղաքային իշխանություններն ու իհարկե դա մենակ քաղաքային իշխանությունները արդեն ես հասկանում եմ, որտեղ իրանք դառել են ոնց որ մեծ փոքր աղբեր, երեխուպես սաղին տիրություններ չեն թողնում որևէ մեկը նոր հաջողություն մարզերում հենց սուբվենցիոն ծրագրերով տենց ինչ որ քաղաքապետերի մեծ մասը տենց գիտելիք փորձ չունեն, ուղղակի տենց կուսակցական բաներով առաջ են գնացել, հասկանալի է, բայց Երևանը որպես ֆլագմանային պետքա շատ ուժեղ մեծ ռեֆորմներ կարողանան անել։ Այսինքն մենք օրինակ սկսած մեր ցիրկի մոտի տարածքը, կինո հայրենիքի մոտի տարածքը տարբեր Երևանում որպես այս պահին 11 հատ կարող էր նոր շրջանաձև հայ կալցևոներ եւ ստորգետնյա իրանց մաներով կառուցել, բայց չեն անում, որտեղ այդ մարդիկ էլ ռեֆորմ անելու համար կոմպետենցիա պետք պարոն Մուրազի։ Իրանք չունեն, այսինքն յուրաքանչյուր ռեֆորմ ենթադրում է կոմպետենցիա, նոր իդեա, մարդկային ռեսուրս։ Այդ մարդիկ ոչ նոր իդեան ունեն, ոչ կոմպետենցիան, ոչ մարդկային եւ ցանկություն ամենակարևորը։ Այդ իրանք ուզում են որ ընդամենը այդ ինչ որ տենց որոշակի, հասկանում եք, մենք դառնենք նստապահությունը, որ այդ ապրում ենք այդ Facebook-յան իրականության մեջ, այդ ինչ որ այդ ռեպորտաժներ, ռիլեր, կառավարության ինչ որ կդրած որ երաժշտություն են դնում եւ այլն, այսինքն լավ օրինակ է, շատ ցցուն օրինակ է վարչապետի հեծանի քշելը 7 տարվա մեջ մի մետր բացեն մեր կողբացի էքսպերիմենտալ որ մենք արեցինք, որ ամբողջ կողբացին պետք է ավարտացնենք այդ 100 մետրից մի մետր ավել հեծանիվի չի կառուցել, բայց ինքը սաղորը քարոզում է հեծանիվ։ Այսինքն որևէ մեկը Երևանի օրինակով են բերում, որևէ մի ծնող չի թողի իր երեխային հեծանիվով գնա դասի։ Բնականաբար այս ճանապարհների դու չես կառուցում, այսինքն դու մենակ հեծանիվը ոչ թե 10, դու ոչ թե պետքա իրան այդ ոնց ասեմ, ձուկը տաս, այլ պետք կարթը տաս։ Դու պետք է բացատրես, դու երկար աշխատանքներ կա դպրոցներում անել, երկար աշխատանքներ պետքա թաղային, որ այսինքն դու հասկանաս, որ թաղում կարելի է հեծանիվները, որտեվ իրականում ինչ որ Երևանցին կամ ընդհանրապես մեր երեխաները չունեն հեծանիվ։ Հələ գնավ ամեն մի բակերը մտի հարյուրավոր հեծանիվ կա, այսինքն երեխեքը գիտեն շեն, ուզում են շեն, բայց որևէ մեկը չի թողում երեխուն բակից դուրս գա, չէ՞։ Որտեւ այդ դա է հարցը, որտեւ այսօրվա բարեկների այդ ոստիկանական ռեֆորմը կարելի է համարել իր շատ դեպքերում համարում եմ ձախողված եւս, որովհետեւ փոքր կենտրոնում զեբրայի վրա տաքսին կանգնածա, հանրապես կամ տաքսին կանգնածա կանգառում, ընդհանրապես ասում եմ բանետեղ չգիտեմ, խաչմերուկներում կենտրոնում մեքենաները գալի կանգնացում են մտնում են, որևէ անգամ կողքը նկատողություն չեն անում։ Ես նաեւ կուզեի լրագրողներ ուշադին այս հարցին։ Մի օր գնան կամերա դնեն, մի քանի խնդիր, տեսենք, երկրորդը հիմա ես ուշացա, որովհետև Հանրապետության փողոցի վրա առանց քաղաքային ճիշտ պլանավորման, առանց գրագետ պլանավորման թույլ են տվել մի փոքր փողոցի վրա փորձել են բարեկարգել, մայթերը ինչ որ փոխել են, բայց պետք է մայթերը ոչ թե փոխել, այլ լայնացնել, բայց ումա պետք է այդ մայթերը փոխում ես, երբ որ 3-4 հատ արդեն տարբեր սուպերմարկետներ կան, այդ Թումանյանից ընկած միջև այս Արամի փողոցի հատված։ Ընդհանրապես փոքրները 4 հատ մեծ սուպերմարկետ է եւ ընդհանրապես առավոտյան խնդրում 10-ից 12-ը մի հատ անցեք տեսեք քանի հատ առաքման մեքենաներ կա երկրորդ եւ երրորդ շար կանգնած։ Հետո ասում են ո՞նց է առաջանում։ Այդ տրանսպորտային խնդիրի համար այդ կոմպետենցիան է պետք։ Ես քաղաքապետանում այսօր չեմ ճանաչում տրանսպորտի մասնագետ, պարոն Մուրադի, դա է ամենակարևորը։ Այսինքն մենք ոնց որ դու գնում ես բժշկի, ասենք քաղաքապետանը չունի առողջապահության վարչություն, բայց դու չես գնում բուժվես այդ մարդու մոտ։ Դու մաքսիմում ինչ-ինչ քաղաքականությունն է որոշում, ինչ-ինչ պայմաններով, չգիտեմ, ուրախանում են, ասում է առողջության կենտրոն։ Իսկ ինչի որոշեցի, որ դա պիտի առողջության կենտրոն, ոչ թե պոլիկլինիկա, ո՞մ է խանգարում, ասում է որ Սաղ աշխարհում տենց ընդունված տուրիստների մի տոկոսը կյանքում չի գնալու մեր պոլիկլինիկան։ Ինչի մենք փոխեցինք մեր պոլիկլինիկան, որ մեր ինքնության, մեր հիշողության, այսինքն բնակիչների մեծ մասը գիտի որ պոլիկլինիկան է ֆունկցիաներ, ինչ եք փոխում, երբ որ իրականում որևէ համակարգային փոփոխություն չեք անում դուք։ Ես բերում եմ առողջապահության, որ մարդիկ հասկանան դա, սոցիալական նաև խնդիր է, չէ՞։
Իսկ նույնը հիմա, բայց դու գնում ես, գոնե գիտես, դա բժիշկ է, ավարտել է բժշկական համալսարան։ Տրանսպորտով կարաք ասեք, եթե դուք մի մարդ ճանաչում եք, կամ եկեք հրապարակում կանգնած ենք, 100 մարդու ասենք տրանսպորտի մասն եք, ասես չի ճանաչում, ասես բժիշկ ճանաչում ես, հասած կասի բժիշկ, ճարտարապետ։ Եթե Երևանում ճարտարապետությամբ ազգագրագետ էր զբաղվում, կարծում եմ։ Դե այդ ազգագրագետը տեսանք ինչ արեց, ինչ հետք թողեց, այսինքն Կարեն Դեմիրճյանի եւ տարբեր քաղաքապետերի կառուցած է ճեմուղին քանդեց, հետո պարզում է նույն Չախոյան Արտուրին շնորհակալություն հետևեց, որ տեսա մենք գնացինք այդ տեղը, տեսանք որ Բաքվում են տարեթափ է, պարզվում է վաճառեցին տարբեր դեպքեր։ Այդ մարդը փոխանակ հիմա խնդիրների մեջ ներ, օրինական օրենքի այդ խնդիրների մեջ ներ, խնդիրներ։ Ով ասես խնդրի մեջ է, բացի այդ մարդուց։ Նեվ տալեն այդ մարդուն բանում, հիմա ինչ որ ազգային ժողովում, չգիտեմ, մենոր տեսա տորթա, փչում ինչ որ տորթով մտելա ուրախացած, որ իրան տալել է ինչ որ մեկը գործի, որտեղ ինչ որ մեկի կուրսից է եղել։ Հիմա ոնց կարելի է վստահել այդ իշխանությանը եւ ոնց կարելի է ընդհանրապես մտածել, որ 26 թվականին կարող է ինչ որ բեկումնային բան լինի քաղաքացիների համար։